Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն։ Փառք Աստծո, հազար փառք, որ այս տարի ևս Աստված մեզ բոլորիս արիթ տվավ, մեծ բահոց շրջանի արևակալներուն և հսկումներու արարողության ընթացքին միասին ընլանք Աստծո դան մեջ աղոթք բարձրացնելով, մեր բոլորին խնդրանքները բերելով իր ոտքերուն դիմաց և ահավասիկ դարբեր տեսակի մարտահրավերներու դիմաց, չալենջներու դիմաց, այսօր հասանք այս տարվան վերջին հսկումի արարողության։ Եվ ինչ գեղեցիկ է, որ աղոթքով կմոտենանք և մեր աղոթքներուն ընդմեջեն մեկ բան կխնդրենք միայն, որ Աստված ներե մեր մեղքերը։ Շատ թյուրին է, երբ ձունգի կուքանք, շատ թյուրին է, երբ եկեղեցի կուքանք, մոմեր կվարենք, շատ թյուրին է, երբ դան մեջ խունգ կվարենք, աղոթքներ գնենք, բայց մենք չենք ներեր ուրիշներուն։ Քրիստոս կսե կնա ներեք ու եղբայրդ հետո զոհդ մատուցե։ Մենք եթե այս մեծ բահոց շրջանի ամեն արևակալի, ամեն հսկումներում, մեքենաներու պես, ռոբատներու պես ժամը 6:30 և 9:30 կուքանք եկեղեցի և դուրս կելենք չփոխված մեր քալը բարաբի եղած գլը։ Եվ Մարգոս ավետարանի մեջ այսօր Քրիստոս կուքա յուրաքանչյուրիս հիշեցնելու Մարգոս 2:5 մեջ, որթյակ մեղքերդ ներված ըլլան քեզ։ Մենք պիտի ներենք իրար, նույնիսկ եթե մեկը ցավցուցած է մեզ, մենք պիտի սիրենք զիրար, նույնիսկ եթե դիմացինը գադե քեզ։ Եվ ամենեն գեղեցիկ թրվակներեն մեկը ավետարանին մեջ, երբ Քրիստոս իր աշակերտներուն հետ, դակավին առաքյալ չէին, աշակերտներուն հետ, Հրեաստանի մեջ դարբեր վայրեր գերթային և քարոզեին, հրաշքներ կգործեին, մարդիկ եկան իրեն և ուզեցին, որ խաբել, ձուղակ իննացնել։ Եվ ամենեն գեղեցիկ մեկ բարական, որ կտեսնենք անդամալույցին բժշկության արագն է, պատմությունն է, որ անդամալույց մգար իր բարեկամները իրեն բարանով իջեցուցին դանիքեն Քրիստոսի ոտքերուն դիմաց։ Եվ Քրիստոս տեսնելով այդ ընկերներուն հավատքը ներեց, սրբեց, մաքրեց, հրաշք գործեց և այդ անդամալույցը ոտքի ելավ և դուն վերադարձավ։ Եվ Քրիստոս անոր ասավ, որթյակ մեղքերդ ներված ըլլան քեզի։ Մտածենք մեկ վարիգան, թե ինչու համար Քրիստոս կսե մեղքերդ ներված են քեզ։ Հին ժամանակ սիրելիներ, հասկացողության շրջանակին մեջ հրեական մարդիկ կկարծեին, թե եթե մեկը հիվանդ է, մեկը փորոդ է, անդամալույց է, դգար է, անպայման մեղք գործած է և Աստված կպատժեր անում։ Եվ Քրիստոս անոր համար դարձավ ասավ, որթյակ մեղքերդ ներված են քեզ, ոչ թե որովհետև այդ անձը մեղավոր մարդ մներ և անդամալույց, բայց Քրիստոս տեսնելով իր բարեկամներուն հավատքը, իր ընկերներուն հավատքը, իրենց հավատքին հիման վրա է, որ հրաշքը գործեց, և այսօր յուրաքանչյուրիս հրաշքի գործ է, եթե մենք հավատքով մոտենանք անոր։
Մագերեսային հավատացյալներ չլանք սիրելիներ։ Մագերեսային հավատացյալ գիտեք ովքեր են, անոնք որոնք չորեքշաբթի արդու 9-ին արևակալի կուքան, մեքենաները բասերը գիջեցնեն իրենց, եկեղեցի կբարձրանան, 11-ին դուն կվերադառնան եւ չեն ապրիր իրենց կյանքը որպես քրիստոնյա։ Անոնք որոնք հսկումի կուքան եւ դուն կվերադառնան առանց փոխվելու, անոնք են, որ այսօր ավելի պետք ունին ներել իրարու։ Եվ Քրիստոսի արքայությունն է, սիրելիներ, երբ մենք զիրար կներենք, մենք Քրիստոսի արքայությունն է, որ կթրոշմենք մեր մեջ։ Քրիստոսի փառքն է, որ կթրոշմվի մեր մեջ, երբ մենք ներենք զիրար։ Եվ հին ժամանակ ինչպես քիչ առաջ կգարձեին մարդիկ, որ մեղավոր են եւ հիվանդ կլան, բայց այդպես չէ։ Աստված յուրաքանչյուրի սիրտը կգարտա, բոլորիս կջանչնա եւ այդ մեզ զորություն կտա այսօր։ Դժվարության մեջ կանցնենք, դժվարություն է եւ մարդ արարած կգարձե, որ ինք սխալ բան մարած է եւ Աստված երբեմն կսե, որ կբաժե մեզ։ Այդպես չէ։ Աստված երբեք չի բաժեր իր զավակները։ Աստված կթաստիարակե մեզ, այնպես ինչպես հայրը, ծնողքը իր որդիներուն կթաստիարակեն եւ երբեմն այդ թաստիարակությամբ կցավի բզդիգը, գուլա այդ բզդիգը, բայց ետք են մաման, բաբան սենյակ կանցնին եւ իրենք ավելի գուլան, որովհետեւ իրենց զավակին ցավցուցին, բայց թաստիարակեցին։ Աստված եւս երբ մեզ թաստիարակե մեր մեղքերը ները, երբեմն մենք կցավենք։ Եվ այդ էլ չէ, որ Աստված կբաժե մեզ, լավ պետք է իմանանք։ Աստված երբեք չի բաժեր, այլ մեզ գարթնցնե մեր մահակունեն, գարթնցնե մեզ, որ դուն դղաս, աղջիկս, սխալ ջամփայի վրա ես, արթնցիր։ Եվ երբ մենք խնդրենք, ուրիշ բան մի խնդրենք, այն ներողություն խնդրեցեք միայն։ Եվ պիտի տեսնեք, եթե սրտանց գաղութենք, Աստված անպայման պիտի դա ձեզ։ Մարդիկ կան բժշկություն ուզեն, մեզ մե բոլորս, ամենքից։ Հիվանդ կլան, կսենք դեր Աստված, բժշկեր ինձի, մահ ունենանք, դեր Աստված, մխիթարե ընտանիքին, խնդրանք մը գունենանք, փափակ մը գունենանք, ուխտ կնենք, կսենք դեր, օգնե մեզ, հասիր մեզ, և եթե սրդանց ընենք, սրդանց աղաչենք, անպայման կստանանք։ Տեսեք, բոլորդ վստահ են, որ սրդանց գաղոթեք, գաղաչեք, և ահվասիկ Աստված յուրաքանչյուրիդ արիթը տվավ այսօր օրեն, շունչ տվավ ձեզ, որ հոսը լակ միասին և վերջին հսկումի արարողությունը կատարենք միասին և փառք տանք Աստուծո և ասենք դեր շնորհակալ ենք, որ այսօր ոտքի ենք, չենք նմանիր մեր քույրերուն եղբայրներուն Հայաստանի մեջ, Արցախի մեջ, Լիբանանի մեջ, համայն աշխարհի մեջ, որ այսօր վախով եկեղեցի երթան։ Մենք այստեղ սրբած, ջագատնի սփած եկեղեցի երթանք, գաղոթենք եւ արիթ է այսօր, որ մենք իրարու համար աղոթենք, ոչ թե միայն ներենք, այլ աղոթենք իրարու, որ Աստված մեր աղոթքներուն պատասխան տա։ Դառնալով Մարգոսի ավետարանի այդ անդամալույցի բժշկության արագին երեք կարևոր, բայց կարճ գետեր ուզեմ այսօր անդրադառնանք, որպես մեր խորհրդածությունը միասին։ Առաջին, Քրիստոսի կատարած բժշկությունները բազմաթիվ են եւ բազմազան են իրենց բժշկության ձևով։ Բժշկության առաջնահերթ պայմանը հավատքն է, որոնի պատասխան կշնորհվի այդ բժշկությունը։
Այստեղ Քրիստոս ուղղակի անդամալույցին չի հարցներ, թե թուն դղաս կհավատաս, թուն կհավատաս, որ ես կրնամ քեզ բժշկել, այլ 4 ընկերներուն հավատքին գտնայի եւ կբժշկեզինք։ Երկրորդ, անցյալին մարդիկ ինչպեսի համոզում ունեին, թե երբ որևէ մեկը հիվանդ լա կնշանակե, թե այդ մարդը մեղավոր է, այս մտածողությունը, որ ջնշած էր նաև անդամալույց մարդուն հոգեկանին վրա, անոր համար Քրիստոս նախ կգարձեք կհուսացրե հիվանդին եւ զայն կվստահեցնե, որ Աստված ամբողջովին վշտացած չէ իր մեջ, ինքը կարելություն ունի դակավին իր մեղքերուն ցերբազատվիլ։ Այսօր եւս սիրելիներ, մեզ շատեր, ինձ մեզ կսյալ, որքան կարոտ ենք Աստծո ողորմության։ Մենք կգարձենք մենք մեր դիդրոսներով, մեր համալսարանական դիպլոմաներով, մեր մեքենաներով, մեր մանշեններով, մեր բանկայի հաշիվներով մարդ ենք, բայց Աստված այդ բոլորը չի նայիր, չսերթուն հարուստ ես և ու արժանացիր իմ արկայությանս, չսերթուն աղկադ ես մեկ գոն կնա, բոլորիսա նույնքան գսիր է, և արիտ կուդա բոլորս հոգեգան հարուստ դառնալու, որովհետև այդ նյութական հարստությունը, մագերեսային հարստությունը այսօր գա, վաղը չգա։ Բադմության էջերը նայեցեք, որ մեկ գայսրությունը դակավին քոյություն ունի, հրովմեական գայսրությունը հիմա դակավին քոյություն ունի, երգիրներու դեր, թրամ, հարստություն, ուր են։ Այդ բոլորը գան այսօր, բայց վաղը չլա։ Մեր հոգևոր հարստությունն է, որ Քրիստոս կփնտրել։ Եվ եթե մենք հոգևոր հարուստ ենք, հոգիով հարուստ ենք, ինչ որ ալլա մեզ, ուր որ ալ երթանք, Աստված անպայման մեր գողքին է, մեր անդամալույց ըլլալը կբժշկե, մեր հիվանդությունը կվանե կփարաբե մեզ է։ Եվ երրորդ եւ վերջին կետ, օրենքի ուսուցիչները, որոնք հետևեին Հիսուսի քայլերուն, անգե խոսքը քաղելով զինք քննադատելու համար, երբ լսեցին, որ Հիսուս ներեց անդամալույցին մեղքերը, հայհոյություն նկատեցին։ Մարդիկ կային, որ Հիսուսի վրա խնդացին, աշակերտներուն վրա խնդացին, եւ այսօր ուքանք մեր շրջանագին մարդիկ սիրելիներ պիտի խնդան ձեր, պիտի թքեն ձեր, պիտի հայհոյեն, պիտի զարնեն, ձունգի պիտի փերեն, բայց Քրիստոս ինչ կսե, մի վախնա, միայն հավատացեք, մի վախնար, եթե հիվանդ ես, մի վախնար, եթե քավազանով կքալես, մի վախնար, եթե վիզդ կծավի, մեջքդ կծավի, դուն այսօր շունչ ունիս, պարկ պիտի դաս Աստուծո, և չնմանինք սիրելիներ այդ օրենքի ուսուցիչներուն, որոնք փարիսեցիներուն զունգերնին կզարնեն, աչ ցախ կնային, դեսնեն այր մարդիկ ինձ կնային, ես երբ որ գաղոթեմ, թուն կու սենյակըտ մդիր և աղոթեք եսի Քրիստոս, թուն սենյակըտ մդիր և այսօր սենյակըտ Սուրբ Աստվածածին եկեղեցին է, ձեր քույրերով, եղբայրներով հավաքված, հսկումի արարողության ընթացքին, աղոթ կբարձրացնենք, որ Աստված ները մեր մեղքերը, դա մեզ ուժ, կարողություն, համբերություն, որ քալիք դժվարություններում դիմաց, ոտքի մնանք, ձունգի չիննանք, հետևաբար սիրելի հարազատներ, եկեք այսօր վնես կսյալ, բադիվ սեբենք Քրիստոսի անոնը բարձրացային հայտարարելը, իքին ամեն տեսակի դժվարության, նույնիսկ մահ, որովհետև այնպես ինչպես կտեսնեք, եթե երևի պատկերը նայիք, այս նոր պատկերները, որ տրվեցավ եկեղեցու մեջ,
վարդանանց բادرազմ, գրիվ, բայկար, մահ, արյուն, սարսափ, թշվառություն, բայց անոր թիմաց, ղևոնդ երեց կանգնած, մեր թիմաց Քրիստոս կանգնած, բիդի չի վախնանք և հարաճ երթանք, թեպի հաղթանակ, հետևաբար սիրելիներ, այս գիրագի ծաղկազարդ, դարի օրերին շուտ կանցնին, չէ, մեծ բակը վերջանա, ծաղկազարդ, հետո քրիստոնեության մեր եկեղեցու ամենեն գեղեցիկ շաբաթը, ավակ շաբաթ, ձանր թշվառությունով, արցունքով, լացով, գոցով, բայց թեպի հաղթանակ, թեպի հարություն դանող ջանքան, այսօր մեզ բոլորս կոդեբնթեք զորացնե, որ ժպի դլացեր թեմքին վրա, արցունքնիք չորնա, չի լակ, չի ցավիկ այլևս, և Աստծո փառքը դիրե Հավիդյանը մինչև Հավիդյան, ամեն։